Սա հայ առաքելական եկեղեցու բարձրագույն Սուրբ Էջմիածին շքանշանն է։ Էսքիզի հեղինակը Գևորգ Պողոսյանն է, ոսկերիչը Արտյոմ Հակոբյանը։ Շքանշանի կենտրոնում պատկերված է հայոց հոգևոր կենտրոնը, Գրիգոր Լուսավորիչը լուսապսակով ու խաչանիշ գավազանով։ Նրա կողքին Տրթած թագավորն է, վերևում Բարդուղիմեոս եւ Թադեոս առաքյալները։ Շքանշանը 2024 թվականին է ստեղծվել։ Ամենայն հայոց կաթողիկոսը հիմնականում շնորհում է բարերարներին, ազգային եւ պետական գործիչներին, հայրենիքին եւ եկեղեցուն մատուցած բացառիկ ծառայությունների, ինչպես նաեւ եկեղեցաշեն ու ազգանվեր մեծագործությունների համար։ Ցուցափեղկի աջ կողմում ներկայացված են դուստր Սուրբ Էջմիածնի, իսկ ձախ կողմում ասպետ Սուրբ Էջմիածնի շքանշանները։ Երկուսն էլ ոսկերիչ մնացական Թամրազյանի աշխատանքներն են։ Ասպետ Սուրբ Էջմիածնի հայրապետական բարձր շքանշանը 2011 թվականին է ստեղծվել Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ։ Սուրբ Էջմիածնի պայծառության ու զորացման համար բացառիկ ավանդ ունեցողներին է շնորհվում իբրև բարձրագույն գնահատանք։ Հայրապետական շքանշանները մայիսի 16-ին ցուցադրության էին ներկայացվել Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում Թանգարանների գիշեր համաեվրոպական ծրագրի շրջանակում։ Մայրաթորը դեռ 2013 թվականից է միացել այդ ծրագրին։ Նախորդ տարիների նման այս տարի էլ մինչև կեսգիշեր Մայրաթորի թանգարանների դռները բաց էին այցելուների առջև։ Հոգևոր ժողովրդական երգերի կատարումներով հանդես եկավ լույս ձայնային հնգյակը։ Այցելուները թանգարանում հնարավորություն ունեցան տեսնելու մեր եկեղեցու կարևորագույն սրբությունները, մասունքները, եկեղեցական արվեստի նմուշներ, ձեռագրեր, խաչեր, մասնատուփեր։ Այստեղ են պահվում նաև Սուրբ Գեղարդը, Նոյան Տապանի մասունքը, Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների աջերը։ Հոգևոր երաժշտության համերգը Մայր տաճարում շարունակվեց մինչև կեսգիշեր։ Հայրենի հողը իմ ոտքերի տակ, կապույտը իմ գլխի վերև։ Ես էլ ինձ նման շատերի պես մեկընդմիշտ հասկացա այն միակ ճշմարիտ իրողությունը կամ ինչու՞ չէ իրականությունը, որ մարդ արարածին միայն ու միայն մայր հայրենիքն է երջանկացնում։ Այս խոսքերը սովետահայ նկարիչ Հովհաննես Ասատրյանն ասել է Թուրքիայի Հասանբեյլի ավանից հայրենադարձվելուց հետո։ Ռուբեն Սևակ թանգարանի այս սրահում հայոց տաճարներին նվիրված նրա աշխատանքներն են ներկայացված, որոնք ստեղծվել են հայրենիքում ապրելու տարիներին։ Նախ շնորհավորում եմ բոլորիս, որ ասենց հետաքրքիր միջոցառում կա թանգարանների գիշեր, որ հնարավորություն անձեռնվում երեխաներին, եկուս ասենք մեծերը գան նայեն ցուցադրությունները տարբեր թանգարաններում։ Մենք էլ այսօր առիթից օգտվեցինք աշակերտների հետ։ Թանգարանի այս սրահում կազմակերպվել էր կրթական ծրագիր։ Մանրանկարչական փազլ հավաքելու մրցույթին մասնակցում էին ծնող երեխազույգերով։ Տեր Ասողիկ Աբեղա Կարապետյանի խոսքով մրցույթին սպասվածից ավելի մեծ թվով մասնակիցներ էին հայտ ներկայացրել։ Մանրանկար փազլները բաժանելուց հետո մշակութային ու հոգևոր ժառանգության պահպանման ասոցիացիայի հիմնադիր Նիկա Ասատրյանը մանրամասն մեկնաբանեց աստվածաշնչյան պատկերները։ Մրցույթը կյանքի է կոչվել Մայրաթորի թանգարանների եւ մշակութային ու հոգևոր ժառանգության պահպանման ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Հայկական մանրանկարչությանը նվիրված այս փազլները Քրիստոսի Սուրբ Ծննդյան պատկերների հիման վրա են ստեղծվել ասոցիացիայի եւ Մայրաթորի թանգարանների համատեղ ջանքերով։ Այս նախագիծը նպատակ ունի երեխաներին վաղ տարիքից հաղորդակից դարձնել հայկական հոգևոր մշակութային ժառանգությանն ու այն հարուստ գանձարանին, որի կրողն ու ժառանգորդը իրենք են լինելու։ Ապրիլին կայացել էր նաև շարքի Տյառն ընթառաջ եւ Մուտք Երուսաղեմ փազլների շնորհանդեսը։ Մասնակիցները 40 րոպե ժամանակ ունեն 140 կտորից բաղկացած փայտե կտորներով մանրանկար ստանալու համար։ Առաջին 3 ավարտողների համար Մայրաթորը պատրաստել էր խորհրդանշական մրցանակներ։ Հետաքրքիր է շատ մեզ եւ ուզում ենք մեր ուժերը փորձենք։ Հավաքենք այս գեղեցիկ մանրանկարը, շատ հետաքրքիր է, որովհետեւ փազլ հավաքելը եւ նաեւ մեր քրիստոնեությունը ճանաչելը շատ հետաքրքիր թեմաներ են իրար հետ համակապակցել։ Թանգարանների գիշեր ծրագրի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսը եւ կրթական ծրագիրն իրականացվել է Եկատերինբուրգի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու ծխական համայնքի անդամ Կարեն Արզումանյանի աջակցությամբ։ Մայրաթորն այսպես արդեն 13 տարի հագեցած ծրագրով է միանում համաեվրոպական միջոցառմանը,
Փորձելով ավանդական ցուցադրություններով եւ նորարարական ծրագրերով հանրությանն առավել մոտեցնել հայկական հոգեվոր եւ մշակութային ժառանգությանը։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։